Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ մի երևույթ, որ հազարամյակներ շարունակ համարվել էր մարդկային գոյության հիմնասյուներից մեկը, աշխարհում մեծ հռչակ վայելած, երկրագնդի բոլոր ազգերի ու ժողովուրդների կողմից ճանաչված, հարգված և երբեմնի պաշտելի 6000-ամյա ամոթը, այլևս մեզ հետ չէ։ Այո, ամոթը մեռավ, այն ամոթը, որը միշտ ներկա էր տանը և փողոցում, դպրոցում ու դատարանում, կինոյում ու հասարակական կյանքում։ Ամոթն այնքան պատիվ ու հեղինակություն ուներ, որ փոխաբերական իմաստով մարդիկ պատրաստ էին ժամերով կանգնել նրա համար, զիջելով իրենց տեղը, իրենց շահը, երբեմն նույնիսկ իրենց ցանկությունները։ Նա սահման էր, չափ ու կշիռ, զսպող ուժ։ Ամոթը բոլորի համար էր, բոլորը նրան ունեին, բոլորինն էր նա, և եթե հանկարծ գտնվեր մեկը, որ չունենար ամոթ, հասարակությունը անմիջապես արձագանքում էր, նրան պարսավում էին, դատապարտում, ստիպում վերագտնել կորցրածը։ Անամոթ բառը գրեթե չէր օգտագործվում, որովհետև ամոթ ունենալը բնական վիճակ էր, անկախ տարիքից, պաշտոնից կամ կարողությունից։ Ամոթից զգաստացել են թագավորներ ու փարավոններ, նախարարներ ու դատավորներ։ Նա ստիպել է կանգ առնել ուժեղներին, սթափեցրել է մեծամիտներին, հիշեցրել է պատասխանատվության մասին։ Ամոթը կարգ ու կանոն էր, արդարություն ու մաքրություն, բարոյականության լուռ պահապան ամեն ժամանակի ու ամեն տարիքի համար։ Այնքան դրական գործ է արել ամոթը մարդկության պատմության ընթացքում, որքան մարդկային որևէ այլ հատկություն չի կարողացել անել։ Նա փրկել է կյանքեր, պահպանել արժանապատվություն, կանխել անկում, և հիմա նա մահացել է, սակայն ամոթը տարիքից չէր, որ մահացավ, նա դեռ երկար կարող էր ապրել, դեռ ուժ ուներ պայքարելու համար, նրան պարզապես կամաց մոռացան, սերնդեսերունդ նրա կարիքը նվազեց, նրա ձայնը խլացվեց, երիտասարդությունը, արվեստը, նորաձևությունը, զվարճանքն ու ցոփ կյանքը ներկայացվեցին որպես արդարացումներ, հայտարարելով, թե ամոթը հնացած է, և նրան ուղարկեցին պատվավոր հանգստի։ Եղան երկրներ, որ ամոթին 24 ժամ տվեցին լքելու իրենց տարածքը։ Վերջին ժամանակներում նա այլևս չէր երևում ոչ մի միջոցառման ժամանակ, չկար հարցազրույցներում, կրթական հաստատություններում, նույնիսկ հնդկական ֆիլմերում նա դարձավ անցանկալի հյուր։ Երբ նորաձևությունը ներկեց միկրոշրջազգեստները, ամոթը միկրոինֆարկտ տարավ։ Վերջին տարիներին նա հաճախ էր հակասությունների մեջ մտնում արվեստագետների ու իշխանական ներկայացուցիչների հետ։ Նա համարձակվում էր արգելել անբարոյականությունը, մանկապղծությունը, բարոյական այլասերումը, իշխանական վերնախավում տարածված կեղծ արժեքները, իսկ դրա համար նրան պատժեցին։ Իշխանությունը զրկեց նրան խոսելու իրավունքից, հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունենալուց, հասարակական վայրերում հայտնվելուց։ Նրան հայտարարեցին ձայնազուրկ, և հենց դա էլ դարձավ նրա մահվան հիմնական պատճառը։ Ամոթը երբեք հարմարվող չէր, նա չէր փոխվում ժամանակի քմահաճույքների հետ, նա նույնն էր հազարամյակներ առաջ և հիմա, ուղիղ, անկոտրում, անհարմար։ Նրա թաղման արարողությունը կազմակերպվեց պատշաճ և անվերադարձ։ Բարձրաստիճան պաշտոնյաներից կազմվեց հատուկ հանձնաժողով հանրապետությունում հայտնի դեմքերի գլխավորությամբ։ Դահլիճը լցվեց տարօրինակ անուններով ու կերպարներով, քծնողներ ու լոպազներ, հպարտներ ու ոսկրամոլներ, իսկ խոնարհն ու պարկեշտը, ամոթի ամենամոթ հարազատները, տեղ չգտան դահլիճում։ Առաջին շարքում նստած էին անբարոյականներն ու միասեռականները, նենգն ու տափակությունը։ Դագաղի մոտ պատվո պահակ էին կանգնել խեղկատակն ու պնդաճակատը։ Ամբիոնին մոտեցավ ամենաթողությունը և հայտարարեց, որ ամոթը կթաղվի Կորեայի ձորում։ Այդ ժամանակ նշվեց նաև, որ խիղճը մահամերձ է, իսկ հույսը ծերանոցում։ Ամոթի հարազատները, պարկեշտությունը, շիկնանքը, շնորհակալությունն ու ներողությունը վաղուց հայտնվել են կարմիր գրքում։ Թաղումը տեղի կունենա առանց սգո երաժշտության, առանց հիշատակի օրերի, ամոթին այլևս չեն հիշելու։ Նրա անունը կամաց կջնջվի խոսքից, կդառնա հնացած բառ, հետո ընդհանրապես կմոռացվի։ Երեխաները կլսեն ամոթ բառը և կզարմանան,
կարծելով, թե դա հին առասպել է կամ նախնադարյան վախի մնացորդ։ Դպրոցական դասագրքերում այն կնշվի փոքր տառերով, փակագծերում, որպես ժամանակին գոյություն ունեցած բարոյական հասկացություն։ Այլևս չեն հիշելու, որովհետև հիշելը պատասխանատվություն է պահանջում, իսկ պատասխանատվությունը դարձել է ծանր բեռ։ Ավելի հեշտ է չիմանալ, չտեսնել, չարձագանքել, ավելի հեշտ է ապրել առանց սահմանների, առանց ինքնաքննադատության, առանց ներքին դատավորի։ Ամոթի բացակայությամբ աշխարհը կդառնա ավելի բարձրաձայն, բայց ոչ ավելի ճշմարիտ։ Մարդիկ կխոսեն շատ, կգոռան շատ, կցուցադրվեն շատ, սակայն քիչ բան կասեն սրտանց։ Կեղծը կդառնա բնական, գռեհիկը ընդունելի, անպարկեշտը նորաձև։ Այն, ինչ մի ժամանակ թաքնված էր, այժմ կհպարտացվի իր բացահայտությամբ։ Այլևս չեն հիշելու, և դրա փոխարեն կհիշեն միայն շահը։ Շահը կլինի չափանիշը, չափը, օրենքը, ինչ շահավետ է, թույլատրելի է, ինչ ուշադրություն է բերում, արդարացված է, ինչ աղմուկ է ստեղծում, ճիշտ է համարվում։ Մարդը կդադարի կարմրել, շիկնանքը, ամոթի լուռ քույրը նույնպես կհեռանա մարդկանց դեմքերից, աչքերը կսովորեն չիջնել, ձեռքերը չկաշկանդվել, խոսքը չզսպել, և ոչ ոք այլևս չի հարցնի, իսկ արժե, որովհետև կարելի է, հարցն արդեն վաղուց հաղթել է։ Այլևս չեն հիշելու, բայց երբեմն գիշերային լռության մեջ ինչ-որ անհասկանալի դատարկություն կծագի մարդու ներսում, անանուն անհանգստություն, որ ոչ ոք չի կարող բացատրել։ Մարդիկ դա կկոչեն սթրես, հոգնածություն, դեպրեսիա, բայց իրականում դա կլինի ամոթի բացակայության թողած խոռոչը։ Եվ գուցե տարիներ անց, երբ աշխարհը հոգնի իր սեփական անսահմանությունից, ինչ-որ մեկը շատ պարզ, շատ լուռ կփորձի հիշել, կփորձի փնտրել հին բառարաններում, մոռացված գրքերում, մարդկային խղճի խորքերում, կփորձի հասկանալ, ինչ էր այն ուժը, որը մի ժամանակ կանգնեցնում էր ձեռքը, փակեցնում էր բերանը, ստիպում էր մտածել, բայց արդեն ուշ կլինի, որովհետև ամոթը չի վերադառնում այնտեղ, որտեղ նրան թաղել են ծափահարություններով, և աշխարհը կշարունակի ապրել առանց կարմրելու, առանց լռելու, առանց ներողություն խնդրելու։ Եվ ցավոք, այլևս ոչ մի բան ամոթ չէ։ Եվ հենց այդ պահին աշխարհը կսկսի կորցնել իր ձևը, սահմանները, որոնք մի ժամանակ անտեսանելի էին, բայց ամուր, կփլվեն մեկը մյուսի ետևից, մարդիկ կխառնեն ազատությունը ամենաթողության հետ, անկեղծությունը գռեհկության, համարձակությունը անպատկառության, ամոթի բացակայության մեջ ամեն ինչ կդառնա թույլատրելի, իսկ թույլատրելիի մեջ ամեն ինչ կդառնա դատարկ։ Այլևս ոչ ոք չի կանգնեցնի մարդուն, երբ նա անցնի մյուսի ցավի վրայով, ոչ ոք չի շշնջա ներսից, կանգ առ, ոչ ոք չի հիշեցնի, որ ամեն կարողանալը դեռ չի նշանակում ամեն ինչ անել։ Խիղճը, որ արդեն մահամերձ էր, կդառնա հազվագյուտ երևույթ, իսկ հույսը անիրատեսական հուշ։ Մեդիան կլցվի աղմուկով, ոչ թե իմաստով, սենսացիան կդառնա արժեք, վիրավորանքը զվարճանք, ստորացումը դիտումների աղբյուր։ Մարդիկ կսովորեն ապրել ուրիշների անձնական տարածքներում, փորփրել, բացել, հրապարակել, այն ինչ մի ժամանակ փակվում էր դռներով ու լռությամբ, հիմա կբացվի ուղիղ եթերով։ Այլևս ոչ ոք չի ամաչի ստելուց։ Սուտը կդառնա ճկուն, հարմար, նույնիսկ ստեղծագործ, այն կկոչվի այլընտրանքային ճշմարտություն։ Խոստումները կտրվեն առանց պահելու մտադրության, ներողությունները առանց զղջման, երդումները առանց հավատարմության։ Երեխաները կմեծանան առանց իմանալու, թե ամոթից կարմրելը ինչ է։ Նրանց չեն ասի, այդպես չի կարելի, այլ կասեն, եթե քեզ հարմար է, էդպես արա։ Նրանք կսովորեն խոսել ամեն ինչի մասին, բայց չեն սովորի լռել, երբ լռությունն է պետք։ Եվ երբ մեծանան, նրանք չեն հասկանա, թե ինչու է աշխարհը այդքան սառն ու կոշտ։ Այլևս ոչ մի բան ամոթ չէ, ու այդ պատճառով ամեն ինչ կդառնա թույլ։ Մարդիկ կփորձեն փոխարինել ամոթին օրենքներով, կանոններով, տուգանքներով, բայց դա չի աշխատի, որովհետև ամոթը չէր վախեցնում պատժով, նա զսպում էր ներսից, իսկ ներսը դատարկ է։ Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկը կփորձի հիշեցնել ամոթի մասին։ Նրան կծաղրեն, կկոչեն հետամնաց, փակ մտածող, հին աշխարհի մարդ, կասեն դա արդեն անցյալ է,
եւ նա կմնա մենակ իր կարմրած հայացքով մի աշխարհում, որը վաղուց դադարել է կարմրել։ Քաղաքները կփայլեն լույսերով, բայց հոգիները կմթնեն։ Բոլորը տեսանելի կլինեն, բայց ոչ ոք ճանաչելի չի լինի։ Բոլորը կխոսեն իրենց իրավունքներից, բայց քիչ կխոսեն պարտականություններից, իսկ պարտականությունները, ինչպես ամոթը, չեն սիրում բարձրաձայն գովազդ։ Եվ երբ մարդկությունը մի օր կանգնի սեփական ստեղծած քաոսի առաջ, պատերազմների, բարոյական փլուզման, մարդկային արժանապատվության վերջնական արժեզրկման մեջ, նա կփորձի հասկանալ, որտեղ սխալվեց։ Այդ ժամանակ գուցե ինչ-որ հին գերեզմանակարի վրա մաշված տառերով կկարդան մի անուն՝ ամոթ, եւ գուցե ուշացած, շատ ուշացած կասեն՝ պետք էր չթողնել, որ նա մեռներ, բայց գերեզմանակարը լուռ կմնա, որովհետև որոշ արժեքներ, երբ թաղվում են ծափերով, այլևս հարություն չեն առնում։ Եվ հենց այդտեղ է, որ ամոթի մահը դառնում է պետական նշանակության իրադարձություն, որովհետև ամոթը միշտ խանգարել է իշխանությանը։ Նա հարցեր էր տալիս, որոնք անհարմար էին, նա հիշեցնում էր, որ պաշտոնը ծառայություն է, ոչ թե որսատեղի։ Նա հիշեցնում էր, որ իշխանությունը պատասխանատվություն է։ Ամոթը կանգնում էր ամբիոնի ու ճշմարտության միջև։ Նա թույլ չէր տալիս ամեն սուտը ներկայացնել որպես ռազմավարություն, ամեն ձախողումը որպես հաղթանակ, ամեն թալանը որպես անխուսափելի գործընթաց։ Նա հիշեցնում էր, որ աղքատությունը վիճակագրություն չէ, որ զոհերը թվեր չեն, որ մարդիկ ընտրող չեն միայն ընտրության օրը։ Երբ ամոթը դեռ կենդանի էր, դժվար էր աչքերին նայել, դժվար էր խոսել հայրենասիրությունից, թիկունքում թալան ունենալով, դժվար էր բարոյականություն քարոզել, անձնական հաշիվները արտասահմանում պահելով, դժվար էր օրենքից խոսել, սեփական անունը դրան վերևում դնելով։ Հետևաբար ամոթը պետք էր լռեցնել։ Սկզբում նրան ծաղրեցին, հետո հայտարարեցին, որ նա խանգարում է ազատ խոսքին, ապա որ նա հնացած է, պահպանողական։ Վերջում նրան պարզապես դուրս թողեցին օրակարգից։ Ոչ ոք չարգելեց նրան բացահայտ, բայց այլևս ոչ ոք չտվեց խոսքի հարթակ, իսկ լռեցված արժեքը դատապարտված է։ Այլևս ոչինչ ամոթ չէ։ Չեն ամաչում, երբ հասարակական ցավը դառնում է քաղաքական գործիք, չեն ամաչում, երբ նույն դեմքերը տարիներով փոխում են միայն իրենց աթոռի տեղը։ Ամոթը խանգարում էր նաև կեղծ ընդդիմությանը, որովհետև նա հիշեցնում էր, որ ընդդիմադիր լինելը կոչում չէ, այլ դիրք, որ գոռալը դեռ պայքար չէ, որ սոցցանցերում հայրենասեր երևալը չի փոխարինում իրական պատասխանատվությանը։ Եվ երբ ամոթը մեռավ, քաղաքական դաշտը վերջնականապես դարձավ բեմ։ Բոլորը խաղում են դերեր, ոմանք փրկչի, ոմանք զոհի, ոմանք հեղափոխականի, բայց քիչ են նրանք, ովքեր պատրաստ են կանգնել հայելու առաջ, առանց դիմակի։ Ժողովուրդը, որ մի ժամանակ ամոթ ուներ լռելու, հիմա լռում է առանց ամոթի, իսկ երբեմն էլ գոռում է առանց մտածելու։ Քաղաքացին կամ սպառող է, կամ գործիք, իսկ քաղաքացի լինելը, ինչպես ամոթը, այլևս պահանջված չէ։ Եվ ամենավտանգավորն այն է, որ ամոթի մահը ներկայացվում է որպես առաջընթաց, ասում են, այլևս կոմպլեքսներ չունենք, այլևս ազատ ենք, բայց իրականում ազատ չէ նա, ով ամեն ինչ կարող է անել, ազատ է նա, ով գիտի ինչ չանել։ Եվ մի օր, երբ հերթական ճգնաժամի ժամանակ իշխանությունն ու հասարակությունը սկսեն միմյանց մեղադրել, կպարզվի, որ մեղավորի անունը վաղուց հայտնի էր, նրան պարզապես թաղել էին շքերթով։ Եվ այդպես, ամոթի մահից հետո մարդը մնաց մենակ, ինքն իր հետ, առանց ներքին սահմանների, առանց լուռ ուղեկցի, որը ժամանակին կանգնեցնում էր։ Մարդը սկսեց ապրել ավելի արագ, բայց ոչ ավելի իմաստուն, ավելի ազատ, բայց ավելի կորած դարձավ։ Ամոթի բացակայությամբ հարաբերությունները դարձան մակերեսային։ Մարդիկ սկսեցին հեշտ խոստանալ, հեշտ դավաճանել, հեշտ հեռանալ։ Սերը կորցրեց իր խոնարհությունը, ընկերությունը, հավատարմությունը, ընտանիքը իր լուռ սրբությունը։ Այնինչ մի ժամանակ պահվում էր, հիմա պարզապես օգտագործվում է։ Այլևս չեն ամաչում ցավ պատճառելուց, չեն ամաչում լքելուց, առանց բացատրության, չեն ամաչում ուրիշի ցավը հրապարակ դարձնելուց։ Մարդկային զգացմունքները վերածվեցին նյութի քննարկման, գնահատման, դիտման, իսկ ցավը, որը մի ժամանակ հարգվում էր լռությամբ, հիմա չափվում է արձագանքներով։ Ամոթը
Մարդուն սովորեցնում էր սահման պահել, ոչ թե վախից, այլ հարգանքից, հարգանք սեփական անձի հանդեպ, հարգանք դիմացինի, հարգանք կյանքի։ Նրա հետ մարդիկ գիտեին, որ ամեն ճշմարտություն չէ, որ պետք է ասել բարձրաձայն, ոչ ամեն զգացում է պետք ցուցադրել, ոչ ամեն հնարավորություն է պետք օգտագործել, այլևս ոչ մի բան ամոթ չէ, և դրա պատճառով ամեն ինչ կարելի է անել, բայց քիչ բան արժե անել։ Մարդիկ սկսեցին խառնել, բաց լինելը բացարձակ մերկության հետ։ Ամոթը երբեք չէր արգելում անկեղծ լինել, նա պարզապես հուշում էր ինչն է անձնական, ինչն է սուրբ, ինչն է միայն երկուսի միջև։ Երբ այդ սահմանը ջնջվեց, անկեղծությունը կորցրեց իր խորությունը։ Ժամանակի ընթացքում մարդը սկսեց հոգնել ինքն իրենից, անընդհատ ցուցադրվելուց, բացվելուց, արդարացվելուց, բայց արդեն ուշ էր թաքնվելու համար, որովհետև երբ մի արժեք մահանում է, նրա վերադարձը պահանջում է լռություն, իսկ լռությունը դարձել էր անտանելի։ Երբեմն շատ հազվադեպ ինչ-որ մեկի հայացքում կհայտնվի հին ծանոթ կարմրությունը, մեկ վայրկյան տևող զգացում, որին մարդը չի կարող անուն տալ։ Նա կզգա անհարմարություն, ոչ օրենքից, ոչ պատժից, այլ ներսից, և հենց այդ պահին ամոթը կարծես կշշնջա. «Ես դեռ այստեղ եմ»։ Բայց հաջորդ վայրկյանին աղմուկը կխլացնի այդ ձայնը, և մարդը կշարունակի ապրել մի աշխարհում, որտեղ ամեն ինչ կարելի է, բայց ոչինչ չի պարտավորեցնում, որտեղ բոլորը խոսում են իրենց իրավունքներից, բայց մոռանում են պատասխանատվության մասին, իսկ պատասխանատվությունը ամոթի վերջին ժառանգությունն էր։ Եվ գուցե ամոթը դեռ իրականում չի մահացել, գուցե նա պարզապես թաքնվել է նրանց մեջ, ովքեր դեռ լռում են ճիշտ պահին, ովքեր չեն ուրախանում ուրիշի անկմամբ։ Եվ այնուամենայնիվ, ամոթը ավարտ չունի, որովհետև արժեքները չեն մահանում այնպես, ինչպես մարդիկ, նրանք պարզապես նահանջում են, երբ աշխարհը դադարում է լսել։ Ամոթը չվերացավ ամբողջությամբ, նրա շունչը դեռ մնաց այնտեղ, որտեղ աղմուկը չի հասնում, մնաց խղճի ամենախորը անկյուններում, մանկության առաջին հիշողություններում, առաջին սխալի կարմրած հայացքում։ Նա ապրում է այն մարդկանց մեջ, ովքեր դեռ կարողանում են ներողություն խնդրել, առանց ստիպված լինելու, նրանք, ովքեր սխալվելուց հետո չեն փնտրում արդարացումներ, այլ ընդունում են պատասխանատվությունը, և նրանք, ովքեր գիտեն լռելը, երբեմն ավելի մեծ ուժ է, քան խոսելը։ Ամոթը ապրում է այն ծնողների մեջ, ովքեր երեխաներին սովորեցնում են ոչ միայն իրավունքներ, այլ նաև սահմաններ, այն ուսուցիչների մեջ, ովքեր գնահատականից առաջ մարդ են տեսնում, այն մարդկանց մեջ, ովքեր կարողանում են ասել ոչ, նույնիսկ երբ բոլորը ասում են այո։ Եվ ամենակարևորը, ամոթը ապրում է հարգանքի մեջ, հարգանքի, սեփական անձի հանդեպ, ուրիշների կյանքի, ուրիշի ցավի, ուրիշի գաղտնիքների հանդեպ։ Այնտեղ, որտեղ կա հարգանք, ամոթը երբեք ավելորդ չէ, նա դառնում է ոչ թե արգելք, այլ ուղղություն։ Գուցե մի օր աշխարհը կրկին հոգնի իր անսահմանությունից, գուցե մարդը կրկին փնտրի այն լուռ ուժը, որը ժամանակին պահում էր նրան իր չափի մեջ, և այդ ժամանակ ամոթը չի վերադառնա շքերթով կամ հայտարարություններով, նա պարզապես կվերադառնա մարդկային հարաբերությունների մեջ, լուռ, աննկատ, բայց անհրաժեշտ, ոչ որպես վախ, այլ որպես արժանապատվություն։ Եվ այդ ժամանակ շատերը կհասկանան, որ ամոթը երբեք թշնամի չի եղել ազատությանը, նա եղել է նրա պահապանը։